Շատ սիրելի հեռուստադիտողներ, ջերմ բարևներով Սիլվան եմ, հոգեբան, հույսով եմ բոլորդ լինեք ողջ եւ առողջ։ Սիրելիներ, այս ծրագիրը չորեքշաբթի այսօր երեկոյան ժամի 7-ին սկսում ենք եւ կշարունակեմ մինչեւ ժամի 8-ը եւ դուք կարող եք ձեր հարցերի համար զանգահարել ստուդիոն, իհարկե զանգահարելու համար սիրելիներ մինչև ժամի 8-ին 10 պակաս կարող եք որ զանգահարել եւ ստուդիոյի համարն է 818 662 92 22 թիվը եւ այս ծրագիրը իր կրկնողությունը կարող եք հետեւել երեքշաբթի ճաշից հետո ժամի 1-ին Սիրելիներ, ինձ հետ ժամադրության համար ձեր հոգեկան անհանգստությունների վերաբերյալ, psychological անհանգստություններ, հիվանդություններ, նույնպես ընտանեկան ամուսիններ, հարաբերության վերաբերյալ եւ նախքան ամուսնության թեստերի համար եւ նույնպես թինեյջերների հարցերը, դժվարությունների համար, դիագնոզ լինելու համար Կարող եք իմ գրասենյակը զանգահարել ժամադրության համար, իմ գրասենյակի համարն է 818 326 82 21 թիվը։ Շատ լավ, ուրեմն սիրելիներ, խնդրում եմ ձեզանից, որ ձեր զանգահարելը սկսեք, որ կարողանամ, ես ժամ ունենամ, որ բոլորիդ հետ էլ զրույց ունենամ և ծրագիրի վերջում արդեն զանգերը շատ են լինում և բոլորովին չեմ հասցնում, որ ձեր հարցերի պատասխանները տամ։ Ուրեմն ծրագիրը սկսելուց հենց դուք կարող եք ձեր հարցերի համար զանգահարել ստուդիոն։ Շատ լավ, ուրեմն մեկ հատ շատ հետաքրքիր հարց տվեցին մեկ հատ ծանոթներից, որ անհանգիստ են բողոքում են կյանքից և հետո շատ ափսոսանքով և հիմա ափսոսանքով էր, թե շատ համարները զարմանալի էր, որ Երանի նրանց, որ ուրախ են, բախտավոր են, այդ մարդիկ, որ successful մարդիկ, նրանք, որ ուրախ, երջանիկ մեկերն են իրենց կյանքում և ասում էր, որ Երանի իրանց բախտ են բերե, որ այդ բախտավոր մեկերն են, բախտավորությունը և բախտ կուզի, շանս կուզի, որ մեկը այդ կյանք ունենա։ Ուրեմն Սիրելիներ, ինձ համար շատ հետաքրքիր էր այս ձևի մտածելակերպը, որ լսացիմ և մտածամ, որ շատ լավ կելնի, որ ձեզ հետ այս արդիվ խոսամ, որ ինչու են մեկերը օտարներին նայելով, հեռվից տեսնում են մեկը կրթություն ունի, լավ ընտանիք ունի, ուրախ են, երջանիկ են, ասում են, որ բախտ ունեն, բախտավոր են, մենք մեզանից կտրվեր, մենք այդ ձևի բախտեր չունենք, իրանք երջանիկ են, բախտավոր են։ Ուրեմն, սիրելիներ, successful լինելու համար, բախտավորության համար, եթե մենք երթանք և այդ մարդկանցից հարցնենք, որ Երանի քեզի, որ բախտավոր ես, շատ սիրուն ձեզի կկանչեն, կնստացնեն և կբացատրեն, բացատրություն կտան, որ այդ բախտավորությունը, երջանկությունը, ինչ քան աշխատանք են դրե, մինչև այդ կետին են հասե։ Ուրեմն բախտավորությունը, successful լինելը, ուրեմն մենք աշխատանք պետք է դնենք և ինքն իրեն չի լինում սիրելիներ։ Ումին որ տեսնում եք ուրախ, առողջ, երջանիկ, բախտավոր, successful կյանք ունի, ուրեմն այդ մարդիկ, ուրեմն բավականին նեղություն են քաշել և աշխատանք են դրել և սովորել են, ամենակարևորը, սովորել են, որ
ինչպեսի ապրեն, որ առողջ կյանք ապրեն, թե հոգեկան տեսակետից առողջ լինեն, թե մարմնական տեսակետից, թե հարաբերությունները։ Եվ ուրեմն բավականին գործ պետք է կատարվի, մինչև մենք հասնենք այդ successful ու բախտավոր կյանքը ունենանք։ Հիմա մի քանի հատ հարցեր կան, ուրեմն որ մենք լավա որ այսօր ես ձեզ համար կասեմ եւ կսիրեմ որ դուք էլ զանգահարեք եւ այս արդիվ եթե որ հարց ունեք կարող ենք իրար հետ խոսենք ուրեմն սիրելիներ successful մարդիկ նրանք որ հաջողություն ունեն իրանց կյանքի մեջ հաջողության են հասել ուրեմն այս ձև մեկերը ինչպես մեկերն են հիմա կանք էդի նայենք այս ձևի մեկերը իրենք երբեք անհանգիստ չեն լինում որ այդ իրանց comfort zone-ից դուրս գան Այսինքն ինչ, հիմա մենք մեկ հատ դրության մեջ ապրում ենք, հանգիստել ենք և սովորություն ենք արել հիմա այդ վիճակին, ապրելու ձևին, ամեն տեսակետից, թե աշխատանքի մեջ, թե տունում, թե ընկերական շրջանում, առաջվա դիմության արդի, որտեղ որ կան, այս ձև մեկերը ուրեմն շատ հանգիստ այդ իրենց comfort zone-ից դուրս են գալի եւ փոփոխությունը ուրեմն ինչ են անում ընդունում են փոփոխություն ստեղծելուց չեն փախնում չեն վախենում ուրեմն մեկերը որ այդ իրենց comfort zone-ի մեջից ավելի հանգիստ են դուրս գալի եւ նորությունը հանգիստ են ընդունում դրանք ուրեմն մեկ հայլ վերցնում են դեպի successful լինելը, դեպի հաջողություն, բախտավորություն, երջանկությունը։ Եվ իրենք արդեն սովորում են, իմանում են ինչպեսի իրենց հանեն այդ comfort zone-ից, որ չնեղվեն և կարողանան ընդունեն նոր դրությունը, նոր situation-ը։ Ուրեմն կարևոր կետը ինչ է, որ հանգիստ են կարողանում իրենց comfort zone-ից դուրս գան։ Շատ լավ։ Ուրեմն, եւ այս բանը շատ կարևոր է սիրելիներ, որովհետեւ մենք ընդհանրապես ուղեղը այսպեսի է սարքված, develop-այլ է սարքվերը, որ ուղեղը անծանոթ բաները չի սիրում, ուղեղը ընդհանրապես հանգիստ է այն բաների հետ, որ ծանոթ է, սովորություն է արել և անպայման չի, որ այն բաներ, որ մենք սովորություն ենք արել, լավ բաներ էլի և միգուցե նոր մե բանը ավելի լավ լինի, բայց ուղեղի համար այդ ընդունելը շատ դժվար է, որ մենք անգլերենով ասում ենք, որ brain hates unknowns, brain loves knowns։ Ուրեմն ուղեղը ինքնաբերաբար անծանոթ բանը չի սիրում։ Դրա համար մարդիկ հենց այդ ձևի, որ կան ու ապրում են, այդի արդեն հենց այդտեղ մնում են, որովհետև ուղեղը չի սիրում նորություն մի բան, անծանոթ մի բան, թեկուզ իր համար լավ է լինի։ Եվ մենք դրա համար պետք է պրակտիսներ անենք, աշխատանք տնենք, որ սովորություն տանք ուղեղին, որ նորությունը, անծանոթ բաները ավելի հեշտ, ավելի հանգիստ ձևով կարողանա ընդունի։ Եվ ուրեմն այդ ձև ժամանակներ, որ երբ որ իրենց comfort zone-ից իմանում են իսևի դուրս գան, այդ ձև մեկերը ուրեմն կարողանում են, որ իրենց հանգիստ պահեն, relax-ելն են
եւ իրենց ծերոտը չկորցնեն եւ երկմտություն իրենց համար չստեղծվի։ Ուրեմն դրանք բոլորը կարելի է որ հիմա ձեզ համար շատ զարմանալի ելնի, բայց մեկ-մեկը որ ուզենանք նայենք, որ մենք մեզի relax պահենք, calm ելնենք, relax ելնենք եւ այդ անծանոթ բանից, աննոնից չվախենանք, վախ չստեղծվի, երկմտություն չստեղծվի, դրանք բոլորը practice-ները, փորձությունները, որ մենք պետք ունենք կատարենք, որ ուզենանք մեկ քայլ մոտենանք դեպի հաջողություն, success, բախտավորություն։ Թե չէ, այդ բախտավոր մարդիկ հենց ծնված օրվանից բախտավոր, մենք բոլորս positive սերի ուրեմն արդյունքն ենք, ծնվում ենք, բայց բախտավոր ապրելը մենք պետք է սովորենք։ Եվ այս ձև մեկերը ուրեմն successful հաջողություն ունեցող մարդիկ ընդհանրապես այդ նորությունը, որ ստեղծվում է իրանց համար, ուրեմն այդ նորությունը սկսում են աճացնել եւ մեծացնել եւ ավելի իրանց համոզում են, որ ընդունեն այդ իրանց ընդունելու մասը ուրեմն սկսում են ավելի ուժեղացնել։ Եվ նույնպես successful մարդիկ ավելի շատ իմանում են, որ նոր բան կատարելու համար ուրեմն ինչպեսի իրենց զգացումները մանեջ անեն, այսինքն մեկ հատ նորություն մի բան կամ մեկ հատ դեպք է պատահում, այս մեկերը ուրեմն ավելի լավ են կարողանում իրենց զգացումները manage անեն, իրենց emotion-ը manage անեն, balance պահեն, որ stress չստանան, anxiety չստանան, ջղայնություն չստեղծվի, ուրեմն այս ձև մեկերը սրանք բոլորը արդեն աշխատանք են դրել, այսինքն մենք հիմա որ գանք տեսնենք, ասում ենք մենք վախենում եմ այս բանից կամ anxiety ունեմ կամ stress-ս բարձր է, հիմա ինչքան ենք լսում ժողովուրդը հենց իրար հանդիպում են, իրար հետ խոսում են, ասում են stress ունեմ, stress-ս շատ բարձր է, նեղվում եմ, anxiety ունեմ, anxiety attack ունեմ, հիվանդանոց գնացիմ anxiety համար, սիրելիներ, anxiety-ն 15 տարի առաջ արդեն մենք սովորանք, իմացանք, հիմա արդեն պետք է մենք anxiety-ն ճիշտ ֆլուի նման, մրսածողության նման ճանաչենք, ուրեմն այդ ճանաչելը ինչա, ուրեմն մեր գիտությունը շատացնենք, եւ մի քանի անգամ հիմա հոգեբանի մոտ ենք երթում կամ գիրք ենք կարդում, ուրեմն մեր գիտելիքները շատացնում ենք։ Տելեֆոնները Սևան ջան, այս մեզ գիծի վրա է գալի։ Այստեղ գալիս է կտրվում է, չեմ իմանում ինչ է ելնում։ Շատ լավ, սիրելիներ, նոր են կարող եք զանգահարեք։ Որը վերցնեմ։ Չէ, այստեղ վրա է գալի։ Այստեղ են զանգում, այստեղ չեն զանգում։ Այո։ Այո, շատ Այո։ Okay, շատ լավ։ Սիրելիներ, ուրեմն ստուդիոյի համարն է 818 662 92 22 թիվը։ Խնդրում եմ, որ ստուդիոյի համարը զանգահարեք, մյուս նոմերը ժամադրության համարը, որ կարող եք voicemail թողնեք, պատկամ թողնեք, ես ձեզ հետ կկապվեմ եւ կխոսամ։ Շատ լավ։ Ուրեմն ասացինք, որ successful մարդիկ ինչպես են ավելի հանգիստ են կարողանում իրենց
զգացումները մանեյջ անեն եւ նոր դեպքերը պատահում, մեկ հատ հարցերը առաջ գալի, որ անծանոթ հարցեր են եւ այդ ձև ժամանակ իրանց ձեռուոտը չեն կորցնում, փանիկ չեն անում, anxiety չեն ստանում եւ օտար նեգատիվ զգացումներ, բացասական զգացումներ չի ստեղծվում իրանց մեջ, ուրեմն իրանք ավելի շատ control-ի վրա են, ավելի շատ կարողանում են իրենց ներսը balance խաղաղ պահեն։ Okay. Successful մարդիկ, ուրեմն սիրելիներ, իրենց մեջ մեկ հատ շատ կարևոր զգացում ունեն, որ այս զգացումը ուրեմն վստահելն է, որ իրենք կարողանում են վստահեն եւ անպայման չի, որ իրենք ուզենան իրենք control-ի վրա ելեն, ամեն ինչ իրանք control անեն, ուրեմն վստահում են հիմա շրջապատին, դրության, կյանքին, աշխարհին, իրենց ներսում վստահություն կա։ Շատ լավ, ուրեմն վստահելը, որ շատ կարևոր զգացումներից է սիրելիներ, որ մենք ծնված օրվանից, ուրեմն երեխեն, որ ուղեղը develop է լինում, սարքվում է, ուրեմն վստահությունը սկսում է սովորել, որը հիմա եթե մեկերին մեր բաներ պատահերա, որ դա արդեն կյանքն է պատճառ դարձել, ոչ ոքի մենք չենք կարող մեղադրենք եւ այս ընթացքում, որ մենք արդեն adult ենք ելել, մեծացել ենք եւ մենք մեր ուղեղից, logic-ից կարողանում ենք օգտվենք, արդեն ժամանակն է, որ հանձառնենք եւ այդ զգացումները, եթե բացասական զգացումներ մեր մեջ գոյություն ունի, կարողանանք, որ դրանք փոխենք եւ դրական անենք եւ դրա համար կարող ենք, որ օգնություն ստանանք հոգեբաններից, life coach, hypnotherapist, օտար շատ ձևերով մենք կարող ենք այդ զգացումները ստեղծենք մեր մեջ, փոխարեն, որ ստրես ունենանք, ոչ ոքի չվստահենք, աշխարհին էլ չվստահենք եւ միշտ տատանված եւ կասկածի մեջ ապրենք։ Ուրեմն successful մարդիկ, բախտավոր երջանիկ մարդիկ, ուրեմն դրանք բոլորը իրենց վրա աշխատանք են դրել, որը մեկ հատ կարևոր հարցը նաեւ, որ երբ որ մենք կարողանում ենք վստահենք, այսինքն անպայման չի, որ մենք ուզում ենք control անենք situation-ը, վիճակը, որ այդ controlling ելնելը արդեն իմանում ենք, որ ինքը շատ վտանգավոր սովորություններից է կարող լինի, որ եթե մեր ուզած ձևով չելնի, արդեն շատ մասերը մեր կյանքինը կարող է որ ազդի վատ ձևով։ Ուրեմն successful մարդկանց բախտավոր երջանիկ մարդիկ մեկ հատ օտար գործերից, որ կատարեր են իրենց վրա, նեղություն են քաշել, սովորեր են, որ վախը ինչպեսի մանեյջ անեն։ Եվ եթե մեկ հատ դեպք է պատահում, որ վախ է ստեղծում, ուրեմն սովորել են եւ արդեն իմանում են, որ ինչպեսի handle անեն այդ վիճակը եւ հետո կարողանում են, որ անցնեն այդ վախը, այդ վիճակը, այդ դեպքը, որ պատահել է, արդեն իրանց հետ չեն կրում ամբողջ կյանքը,
ընդունում են, որ այդ դեպքը պատահեր է եւ վերջացնում են եւ they move on, անցնում են եւ երթում են դեպի առաջ։ Եվ մեկ հատ օտար գործերից, որ սովորում են եւ իրենց վրա աշխատանքը դնում են, այդ առիթները, որ ստեղծվում է, որ մենք լավ առիթները, որ պետք է արթուն լինենք, որ այդ առիթներից օգտվենք, opportunity-ին, եթե ստեղծվում է, այդ րոպեին իրենք արթուն են, քնած չեն, եւ այդ առիթները բռնում են, որովհետեւ սիրելիներ, ինչքան ենք լսում, որ այս ձև առիթները եկավ, ինձ համար եղավ, բայց ես ուշադրություն չդարձրամ, այն ժամանակ կարևոր չէր, կամ չտեսամ, կամ զբաղված եմ, ուրեմն այս մարդիկ, որ successful ենք ասում, ուրեմն ինչ են անում, այդ opportunity-ները, առիթները, լավ առիթները, որ ստեղծվում է, իրենց աչքերը բաց է, արթուն են, անմիջապես այդ առիթը բռնում են, չեն թողնում, որ փախնի, ձեռից չեն տալի լավ առիթները եւ կարողանում են recognize անեն, ճանաչեն, իմանան, որ սա լավ առիթ է, ուրեմն ժամանակն է, որ ես այս լավ առիթը օգտվեմ, օգտագործեմ։ Եվ մեկ հատ շատ կարևոր բաներից, որ մեկերին տեսնում ենք միշտ դժգոհ են, որ ասում են, վայ, երանի նրանց բախտավոր են, երջանիկ են, այս ձև մեկերը, ուրեմն այդ բախտավոր, երջանիկ, successful մարդիկ իմանում են, ինչպեսի negotiate անեն, այն բանը, որ իրենք ուզում են ձեռ բերեն, որ էդի ինքը մի հատ համասարան է, ուրեմն իրենք իմանում են, ինչպեսի այն բանը, որ ուզում են ձեռ բերեն, ինչպեսի խոսան, ժամանակին հարց տան, ժամանակին լսեն եւ կարողանում են այդ վիճակը, դրությունը այնպեսի առաջ տանեն, որ իրենց ուզած բանը ձեռ բերեն։ Առանցի են, որ իրենք նեղվեն, առանցի են, որ դիմացիներին անհանգստացնեն կամ նեղացնեն, կամ անհարգեն, կամ քննադատեն, կամ արհամարեն։ Ուրեմն հանգիստ ձևով, խաղաղ ձևով իմանում են, որ ինչպեսի իրանց ուզած բանը ձեռ բերեն, negotiate անեն։ Եվ շատ պարզ, ուրեմն անունից էլ պարզ հայտնվում է երջանիկ եւ բախտավոր, successful մարդիկ, ինձ մարդիկ են, նրանք են, որ գեղեցկությունը կարողանում են տեսնեն։ Այսինքն իրենց նայվածքը աշխարհքին գեղեցկությունը կարողանում են տեսնեն։ Մենք ինչքան մեկերին ենք տեսնում, որ գեղեցկությունը չեն տեսնում, որտեղ իրենց ներքին աշխարհքը գեղեցիկ չեն զգում։ Ուրեմն դա արդեն մեծ աշխատանք պետք ունենք, սիրելիներ, որ մենք մեզ վրա դնենք, որ կարողանանք գեղեցկությունը տեսնենք։ Եվ նույնպես successful մարդիկ, բախտավոր մարդիկ, երջանիկ մարդիկ, իրանց մեջ ինքնավստահությունը ավելի շատ է։ Այսինքն իրենք իրենց վստահում են։
ուրեմն վստահելը մեկ հատ շատ կարևոր հարցերից է, որ մենք կարողանանք մենք մեզի վստահենք եւ մեր խոսքերը, մեր մտածելակերպը եւ մեր գաղափարները վստահություն ունենանք, ուրեմն այս մեկերը ինքնավստահությունը իրանցը շատ է։ Այո, համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես այսպես մի հարց ունեմ։ Եթե մեկը իր կյանքում ամեն ինչ խառնվել է արդեն, ինչպես կարող է ուղի, կարող է խոց տալ։ Օրինակ ինչ է եղել։ Ամեն ինչ խառնվել է, շիրափլափ է դարձել, եւ բացա հասկացել է, որ ժամանակը եկել է, որ ինքը պետք է իր կյանքը դասավորի, աշխատի դրա վրա, ինչպես կարող է։ Այո, էդի հո էլնումա լրիվ 3-4 օրվա workshop, որ պետք է գաք, ես խոսամ, ամեն ինչը շատ մեծ բան է։ So, ձեր հարցը, եթե կարողանաք, մեր փոքր ավելի specific տակ, ավելի լավ կարող եմ ես բացատրեմ։ Արդյոք կարող եմ հարցնեմ ինչ տեսակետից, աշխատանքի տեսակետից, ընկերական, ընտանեկան, դրամական, որ մեկ տեսակետից ավելի շատ ձեզ համար ուզում եք իմանաք, որ ինչ քայլեր պետք է վերցնենք ընկերականից։ Շատ լավ։ Ինքը մի քիչ այդքան էլ անգրագետ մեկը չի, բավականին հասկացող է եւ այս մարդուն ոնց որ ինքը իր comfort zone-ի մեջ է հիմա, մտել ու ուզում է դուրս գա դրանից, ինքը շատ ընկերասեր է եղել, շատ շփվող, շատ մեծ շրջապատ է ունեցել, բայց հիմա ոնց որ թե բոլոր իրան տարբեր մարդիկ են երևում։ Միգուցե այդ կարող չէ մարդիկ այդքան շատ փոխված լինել։ Այո, մարդկանց կապ չունի, մենք մեր ներսում ինչպես ենք զգում, միգուցե այդ անձը ձեր արխիվա թե ինքը մենակ, բայց ինքը դրանից էլ այդքան լավ չի զգում։ Միգուցե depression-ի մեջ է։ Շատ լավ։ Միգուցե depression-ի մեջ է, որ հիմա ոչինչ չի սիրում, ընկերական շրջանից հեռացել է եւ ոչինչ չի ուզում անի։ Արդեն այդքան շատ էլ depression չես կարող ասել դրան, ինքը ուղղակի զգում է, որ ինքը մենակ իր մտքերի հետ շատ ավելի comfortable է, որ ինքը իրան կարողանում է մխիթարի ու բանա։ Բազապես երբեմն այս Facebook-ը բանա, նայելով տեսնում ես կոնկերներին, ասում ես շփվեմ իրանց հետ, փորձում ես առաջի քայլը անել, բայց մարդիկ տարբեր են երևում իր աչքին, ինչի։ Էսի ձեր արդիվ եք խոսում, թե օտարի։ Իմ արդիվը։ Okay, շատ լավ։ Վերջի նախադասությունը կարող եմ խնդրեմ նորեն կրկնեք։ Այն մասը, որ տեսնում ես ընկերներից Facebook-ի մեջ, զանգում ես, դու իրանց համարներ գիտես, մարդկանց հետ խոսում ես, բայց զգում ես կամ դու ես շատ փոխվել, կամ իրանք արդեն նույն մարդը չեն երևում քո աչքին, ինչ է կատարվում։ Այո, այդ ինչ է կատարվում, միգուցե resentment կամ այդ է Պարզապես ինքը երկար ժամանակ հեղու է եղել։ Այո, ինչու եք ինքը ասում, ինչու չեք ասում ես, դուք ձեզանից հեռացել եք, դուք արդեն Ես ինքս ինձել եմ հեռվից նայում։ Այո, հենց էդի մի հատ կարևոր կետ է, որ դուք ձեր արդիվ որպես օտարերի մասին եք խոսում, դուք ձեզանից դուր հեռացել եք, առաջի գործը որ պետք է անեք, ձի բերեք, նորեն հետ բերեք ստե, ձեր սրտի մեջ, հրավիրեք ձեզի, որ գաք ներսը, որ էլնես կարողանաս ասես, ես ես սևեմ, ես էլ չեմ սիրում ընկերների հետ, կամ ընկերների, մտերիմ ընկերներին, հիմա օտար աշկով եմ տեսնում։ Պարզապես այդ եսը չկա արդեն իմ մեջ, երևի դուք ճիշտ եք։ Ուրեմն պետք է identify անենք, որ ճանաչենք, որ ինչ է կատարվել, ուրեմն դուք ձեզանից հեռացել եք։
Եվ կարելի է այդ resentment-ը ստեղծվել, այսինքն այնքան ձեզի ցավ են պատճառել շրջապատը եւ դուք չեք կարողացել այդ ինքնավստահությունը չեք ունեցել, որ այդ անհանգստությունը, այդ վարքը, որ ձեր դիմաց ցույց են տվել, չեք կարողացել արտահայտվեք, որ ասեք ինձ ցավացրար կամ ես անհանգստացամ եւ էլի շարունակերեք առանցին որ այդ ցավը որ ձեզի պատճառ են դարձել առանցին որ ցույց տակ առանցին որ ձեր երեսին բերեք երբ որ մենք այդ ցավով նորեն շարունակում ենք որովհետեւ վախենում ենք rejection-ից որ ասում ենք եթե ես հիմա ասեմ կարելի է որ այս հարաբերությունը ընկերներիս հետ փչանամ բայց երբ որ կուլ եք տվել այդ ցավը տարիների ընթացքում այսինքն չեք կարողացել որ իրանց ներեք Եվ այս րոպեին Կանց մասին որ ես խոսում եմ տեսնելուց ուզում եմ շփվեմ իրանց հետ նրանք չեն ցավ պատճառել Շատ մոտիկ մեկն է արել Այո ուրեմն դրանից հետո չգիտեմ ինչ կատարվեց Այո մենք հիմա ես կարող եմ ձեզի շատ հանգիստ ձեր պատասխանը տամ որ դուք ձեր կյանքում մեկ հոգի կամ քանի հոգի դեպքեր որ պատահերա ուրեմն պետք ունեք որ ներեք forgiveness այսինքն դուք կարողանաք դրանց ներեք որովհետև այդ որ ներեք այդ resentment-ը ուրեմն ձեր մեջից դուրս կգա Resentment-ը որ դուրս կա արդեն ձեր մեջ նեգատիվ բացասական զգացում չի ելնի եւ հետո կարող եք հանգիստ ձևով շփվեք երթապակ Բայց այդ մարդկանց ներել ինչպես ներես երբ որ դու փորձում ես առաջի քայլը անել բայց այդ մարդը իր հաբիքից դուրս չի գալիս Դուք նրանց հետ գործ չունեք Էլի նույն բանը անի Չէ լսեք դուք նրանց հետ գործ չունեք Մենք մարդկանց չենք կարող փոխենք, ամեն մարդ իրան է կարող փոխի Ուղղակի բլոկ ես անում իրանց, Չէ, բլոկ չենք անում, ոչ, բլոկ չենք անում Դուք ձեր ներքին աշխարհում ասենք հիմա այդ ընկերուհի, ընկեր, ով որ ուզում է ելնի ձեր ներքին աշխարհում վաղը գնացեք եկեղեցի, մոմ վառեք, ներեք եւ իր համար ամենալավը ցանկացեք Այդ ձևով ձեր մեջ խաղաղություն կստեղծվի Երբ որ խաղաղությունը ստեղծվի, resentment չեք ունենա Այն ժամանակ կկարողանաք, որ ձեր այդ social life-ը հետ ձեր բերեք Շատ լավ, մերսի ձեր թելեֆոնից Շատ շնորհակալ Խնդրեմ Այո, համեցեք Ալո, բարև ձեզ Բարև ձեզ Պիտի Սիլվայի եմ ուզում խոսամ Ես Սիլվան եմ, համեցեք Շատ սիրեցիմ ձեր խոսքերն Շատ կարևոր խոսքեր Շնորհակալ, մերսի Ձեր TV ձայնը ցածացնեք շատ լավ կելնի Ես ուզում եմ մի հատ արցտիմ ձեզի Այո Ձայնը ցածացնեք շատ լավ կելնի Համեցեք Մեկ վեր մեկին անհարգում է վիրավորան խոսքերով Խալ խոսքերով Այդ ինչ պետք է անես դիմացին Ոչ, էլ այդ մարդու հետ մենք գործ չունենք մեկը որ վիրավորի ու տկե խոսքեր ասի էլ այդ հարաբերություն չի մնում երբ հարգանք չելնի, պատիվ չելնի էլ այդ մարդի հետ խոսալը օգուտ չունի Այո Այդ մարդը շփվելը ինչ օգուտ ունի մեկը որ ձեզ վիրավորում է հոգեկանը ձերը վիրավորի բառերով վարքերով մեկը որ վիրավորում է էլ այդ մարդի հետ մենք գործ չունենք Այո ճիշտ է Հենց է տարիներ ինձ անհարգանքն ունեցել եմ բայց միշտ իրանց ուզեցել եմ հարգեմ սիրեմ փոխվեն Եվ փոխվել չկա իրանց մեջ, ավելի առիթից օգտվել են ինձ դադեր են, անհարգեր են, եղացրեր են
Եվ ասել եմ տեր, դու իրանց հոգու հետ խոսավել իրանց հոգին պարզվա, այդ սխալթուններն իրանց մտքից դուրս ելնա, մեկին չանհարգեն, չդադեն, Հիսուսն ասում ավել մեկին մի դադիվ է չդադապարտվես, մի դադիվ է չդադվես, բայց տրան միշտ ասնեմ տեր, դու իրանց հետ խոսա, իրանց հոգու հետ խոսա, իրանց միտքը պարզացրու հանդեպ բարեկամին չանարգեն, չվիրավորեն, բարեկամտունը չկտրվի, հարազատունը չկտրվի, բայց դիմացինը չի հասկանում, ինչ է խոսում։ Անհարգումը ոչ բարեկամտունը հասկանում, ոչ հարգանքը հասկանում, բայց դիմացինին տանջում է իր սխալ խոսքերով։ Ես միշտ էլ ասել եմ տեր իրանց հոգու հետ խոսա, իրանց միտքը պարզացրու։ Ես որպես մի հատ քրիստոնյա հավատացյալ եմ եւ ավետրանը կարդում եմ ինչքան բարիթոնները թողի մեր համար Տեր Հիսուսը։ Ես իրանց ուզում եմ մի բար բացատրեմ, հենց անհարգում են սխալ պապաստուններն են բերում այստեղ։ Շատ լավ, այստե ուրեմն, այստե մեկերի հետ մենք ոչ ոքի չենք կարող փոխենք, բայց դուք շատ ճիշտ գործ եք անում, որ հենց դուք ձեր ներսում հենց այդ ձեր աղոթքն արեք, իրանց ներեք եւ եթե նորեն շարունակում են իրանց անհարգելը եւ արհամարելը, դուք ձեր այդ հարաբերությունը ավելի պակսացրեք, ստիպված չեք իրանց հետ երթալ գալ անեք։ Շատ լավ, մերսի ձեր թելեֆոնը։ Այդքան ուզում շատ շնորհակալ քո բառերով, շատ եմ ես սիրում լսեմ, ճիշտ եմ լսում եմ, Աստված ձեզ դրնա միջովեր։ Շնորհակալ, մերսի։ Այո, համեցեք։ Ալո, բարև ձեզ։ Շատ շնորհակալ ենք ձեր ժամի համար, ուզում եմ ձեզի հարցնեիմ երեխաների վախի մասին, 5 տարեկան թորնիկս մի քիչ վախենում է ամեն ինչից, օրինակ մեր տուն որ գալիս է օրինակի համար, ասում գնաց մյուս տենյակից խաղալիքդ վերցրու բեր, մենակ չի երթում, կամ հենց ոչ թե գիշեր ժամանակ, այլ հենց օրվա ընթացքին։ Այդ ինչպես ենք կարող այդ վախը իր մեջից հանենք, որտեղ 3 տարեկան քույր ունի, որ այն էլ նրան նայելով կարծում է, որ ինչ որ եղբայրը ասում է ճիշտ է ու այդպիսով երկուսը միասին վախենում են մի բան, մենակ մի բան, ներեք թեկուզ զուգարան ուզում են երթան, պիտի մեկը իրանց հետ երթա, մենակ վախենում են երթան։ Էդի ինչից է ելնում։ Ուրեմն 5 տարեկան ու 3 տարեկանը պարզ է, որ եթե ուզում է երթա bathroom, իմ մեծ մամենը կամ մամենը իրանց օգնում են, իրանց տանում են, բայց այդ վախը իրանը դուք ինչ եք իմանում, որ իր վախը ինչպես է ցույց տալի, լացում է, թե ինչ է անում։ Չէ, այդ որ ասում եմ, օրինակ հիմա չեմ կարելի է վախ չելի, բայց եթե վախ չի, հետ օրինակ մենակ էթում, հենց նույն հարկի վրա տուն, օրինակ հյուրասենյակից ասամ օրինակ գնաս ննջարանը քո խաղալիքդ վերցրու, բայց մենակ չի ուզում էր, ասա դու էլ արի ինձ հետ։ Okay, մի քանի անգամ իր հետ գնացեք, հանգիստ նստեք, իրան ամեն ինչը ցույց տվեք, որ ծանոթանա ամեն ինչի հետ, մինչև այդ սենյակը մնացեք, մինչև ինքը իրան ապահով զգա, մի քանի անգամ այդ գործը իր հետ անեք, որ հետո ինքը ավելի հանգիստ ձևով երթա։ Նորություն է իր համար, օրինակ ձեր տուն որ գալիս է։ Եվ միգուցե ինքը ուզում է ամեն տեղ մեզ մամեն ես ուզում է ամեն տեղ իր հետ ելնես։ Իրանց տունում էլ նույնպես իրանց տունը 2 հարկի վրա է եւ այդ 2 հարկի տուները երեխեքը շատ այս վերջերը ես լսում որ ննջարանները վրևա մամենցածն է իրանք բարձ է որ երեխան ելնի արթնանա որ ոչ ոք չկա վրևի հարկը որոշ երեխեք կան որ անհանգիստ են եւ նեղվում են եւ դա պետք է կարողանա ծնողը դրանք բոլորը ծանոթացնի երեխեն հələ 3 տարեկանը 5 տարեկանը իրան մենակ ազգում արթնանում է ուզում է իր մամին տեսնի
Okay, երբ որ չի տեսնում, սկսում է լացել եւ այդտեղ հենց այդ երեխի վստահությունը, որ ասացինք develop-այլում, այդտեղ վստահությունը ձեռից տալիս է, այդ երեխեն արթնանում է, տեսնում է կես ժամ, մեկ ժամ ոչոք չկա, սկսում է վստահությունը ձեռից տալ եւ պետք է որ երեխեքը որ արթնանում են ծնողը իրանց մոտ էլի հիմա սենյակը մոտիկ էլի, բայց այդ երկու հարկի վրա տունները մեջ ապրող երեխեքը շատ այդ խնդրումը հիմա շատ ունենք մենք։ Շատ լավ։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, մերսի ձեզ խորհուրդների համար։ Մերսի, շնորհակալ։ Bye bye։ Այո, համեցեք։ Hello։ Այո, համեցեք։ Մերսի, շնորհակալ։ Անուն Սայիսա, ես վանգելեի հենց իմ համար։ Այո։ Առաջի երբին ուզում եմ ասեմ, որ ես վերջոն նայում եմ ու ինչ որ խոսում եք, ոնց որ you're talking about me. Okay. Ես շատ ուժեղ depression ունեմ ու anxiety ունեմ, 27 տարեկան եմ։ Այո։ Այսինքն փոքրությունից եմ ունեցել, բայց տարիներ առաջ, ոնց որ 21-22 տարեկանում, նոր հասկացել եմ, որ what is the reason why you're sent in the room. Հետո ինչ էր reason-ը։ That it was depression and anxiety. Shot and panic attack will anxiety attack phenomenon. Uzmeit pesni knerek ne atel banasem yes ingi taxel in tali u Xanax. Okay. Ինչքան ժամանակա Paxil-ը Xanax-ը, ինչքան ժամանակա որ Paxil-ը Xanax-ը խմում։ It's been a few years. Okay. I've been doing that, you know. If we're coming in, I think Paxil makes them all with the person on me, and then she opened comes to, I think, Xanax. Այո։ There is some you know, I feel like I want to get out of bed, I want to go do something, I want to take a shower, I want to be active. The psychiatrist, psychologist. Yes, psychologist them. Psychologist. Այո։ Psychologist now prescription psychiatrist. Psychiatrist now work prescription agrom դեղա որոշում ձեզ համար։ Okay. I think it is a nice guy's officer. Menot in problems Gumari homicide. Insurance unam LA care. Ինչպես եմ կարողանում որ գամ ձեր office։ Այո, դուք ինձ զանգեք, ինձ ասեք, որ TV-ում լայնի վրա իմ հետ խոսացրեք, okay? Այո։ Եվ ես ձեզի ինչ որ պետք է, որ ձեզի օգնեմ, ես ձեզի կօգնեմ։ Մերսի։ Խնդրեմ։ Դեպի ինձ, այո, այո։ Ձեր office-ի համարը Այո, TV screen-ի վրա կարող եք վերցնեք եւ ինձ զանգեք, ես ձեզ հետ կխոսեմ։ Շատ լավ։ Մերսի։ Bye-bye։ Այո, համեցեք։ Բարև ձեզ։ Ինչպես եք ուզում Սիլվա Բարխուդարյանի։ Ես Սիլվան եմ, համեցեք ձեր հարցը։ Բարև ձեզ, ինչպես եք։ Շատ լավ, մերսի։ Սիլվա, այո, ես տարիները տարապում եմ major depression-ից, շատ Քանի տարեկան եք։ կյանք եմ ունեցել։ Քանի տարեկան եք։ 67։ Այո։ Ձեր TV ձայնը ցածացրեք, խնդրում եմ։ Ինչի՞ ձայն, ներողություն։
67 Այո Այո, ներողություն նոր նկատեցի Այո, նոր նկատեցի Okay, ձեր հարցը ինչ է Իմ հարցս էնա, որ մի երկու զանգից առաջ մի հատ տիկին ասում էր, որ ինչպես իրեն ամենը շրջապատը սնարշ են անում, են ընդունում և այլն, ուզում էի ձեր կարծիքը իմանալ այդ հարցի վերաբերյալ Իմ կարծիքը ինչ կարևոր է ձեզ համար Որովհետև նույնն եմ զգում իմ շրջապատի մեջ Okay, եթե այդ շրջապատը ձեր զավակներն են կամ հարազատներն են եւ անընդհատ ձեզի անհարգում են, արհամարում են կամ օտար վարքեր են ցույց տալի ֆիզիկական, եթե ձեզի abuse են անում Ֆիզիկական abuse-ը ուրեմն լուր տվեք ձեր social worker-ին, ասեք, որ այս բան է պատահում ձեզ համար, որ գոնե վտանգ չպատահի ձեզի եւ իրանց հետ աշխատեք, որ ավելի քիչ գնալ գալ անեք։ Հենց ուզում էի այդ ասել, որ արդեն 2 կամ 3 ամիս է, որ լրիվ կտրել եմ կապը։ Սկսեք մեկերի հետ ոչ էլ որ իրենցից մի բան իմանամ եւ այլն եւ ուզում եմ այդպես շարունակեմ արդյոք մե արդյոք կստանամ Այո դուք կարող եք պատահած այդ հարազատները փոխարեն մեզի բարեկամ են մեր բարին կամենան մեր արունն են ծծում Ուրեմն այդ մեկը ով ուզում է էլի ինչքան էլ հարազատը տա Եթե զգում ես քո արյունն է ծծում դրան չունենաս կյանքիդ մեջ ավելի լավ է Հետո սկսի հարևաններից սկսի փառքը հարևան այս կողմ այն կողմ նոր ընկերություն սկսի ծանոթացի եւ դրանց փոխի քո հարազատի հետ Okay Այո Այդ ինչ որ քեզի հանգստություն է տալու էդի կատարի եւ բոլորովին երբ որ իրանք այդ հասկացողությունը չունեն որ քեզի այս տարիքի կին քեզի այդ ձևի արհամարում են ու անհանգստացնում են կարիք չունես իրանց գնա օտար հարևանի հետ ընկերացի ասա այս իմ նոր քույրի կնա Այո Վերջացավ Հենց այդպես եմ մտածում բայց եթե անկարծ իրենք մի օր ինձ ուզեցին նորից ինձ հետ շփում ունենան ես մտածել եմ որ բոլորովին ասենք դուրը փակեմ իրանց վրա եւ ասեմ վես Okay, սպասեք Այո Եթե իրանք մի օր ուզում են որ ձեզ հետ շփում ունենան այն ժամանակ չէ վերջ մի ասեք Դուք առաջ տեսեք վիճակը ինչա Արդյոք իրանք հասկացեր են իմացեր են որ իրանք ինչքան սխալ են արել ձեր հանդեպ եթե դրանք հանձ առան եւ հետո ներողություն ասան այն ժամանակ ձեր դուռը բացեք իրանց համար Իրանց ներեք դուռն էլ բացեք իրանց համար բայց եթե դեռ չեն իմացել չեն հասկացել Ուրեմն նորեն նույն գործը կանեն Okay Այո Խնդրեմ Մերսի ձեր տելեֆոնից Ստեսյո Այո համեցեք Hello Այո համեցեք Այո բարև ձեզ Բարև ձեզ Տիկին Սիլվա Շատ շնորհակալ եմ ձեր այս հաղորդման համար Մերսի շնորհակալ Հետաքրքիր ու ցուցանողական հաղորդում է Մերսի Ես հարց ունեմ ճիշտ ասած մի շաբաթ առաջ դուք ինչ-որ անդրադարձել եք այդ թեմային, բայց ես դրիվ չեմ լսել։ Երեխայի չխոսալու հարցն է։ Երեխան մի տարի ու կիսկան է և ներողություն 2 տարի ու 4 ամսեկան է և չի կարողանում խոսալ։ Ձեռքով է ոտքերով շարժում է body language like it's a հասկացնում հիմա հույս կա ասենք այդ երեխան լեզու լինելու թե մինչև քանի տարեկանում է պայմանավորված երեխայի լեզու լինելը աղջիկը թե տղա Okay ընդհանրապես տղաները փոքր ավելի ուշ են լեզու բացում Okay Տղաների մեջ մի քիչ ուշացումով է ելնում խոսալը
բայց ինչ պատճառ կա, արդյոք օտար սիմպտոմներ, օտար բաներ կա, որ դուք նկատում եք եւ ձեզի երկմիտար է, որ մտածում եք, էսի չի խոսա։ Այո, սրանից մեկ տարի էլ չկա երևի, մի 10 ամիս կելնի, կառավացից ընկացած երեխան։ Եվ կարող է դա ինչ-որ ազդեցություն ունենալ։ Իրան բժշկի տարեր եք։ Չէ։ Ինչու չեն տարել։ Չեն տարել, ոչ։ Ինչու։ Չգիտեմ։ Չգիտեք։ Դե գիտեք հիմիկվա այժմյան ջահելությունը։ Ջահելությունը քե հիմա ավելի կրթված է, այդքան առավոտից գիշեր iPhone-ը, ինտերնետը, Facebook-ի վրա են, ավելի շատ պետք է իմանան։ Իհարկե, բայց երեխեն, մեր տարեկանուկես երեխա ընկելացած կառավաթից եւ հիմա չի խոսում 2 տարեկանուկեսա դեռ իր ծնողները իրեն չեն տարե բժիշկի։ Ոչ։ Okay, դա արդեն երեխի իրավունքն է, որ դուք կարող եք այդ երեխի լեզուն ելնեք, ոստիկանն ելնեք, որտեղ երեխեն մեր տարեկանուկես լեզու չունի, չի կարող, որ կառավաթից ընկերա եւ հիմա արդեն չխոսալով սայնացույց տալի, ուրեմն դուք իրավունք ունեք, որ երթակ ասեք իրանց, որ պետք է տանեն բժիշկի, եթե չէ կարող եք կանգատվեք։ Անչափ շնորհակալ եմ դրա համար։ Ուրեմն ազդեցություն կարող է ունենա այդ ընկնելը։ Ազդեցություն կարող է ունենա, ես չեմ անում, կարելի է լավ որ ոչինչ չի պատահի իրան։ Բայց դե մեկ հատ ստուկելը վնաս չի ելնի։ Իհարկե, ես համամիտ եմ։ Շատ լավ, մերսի ձեր տելեֆոնից։ Անչափ շնորհակալ եմ, բարի գիշեր։ Այո, համեցեք։ Բարև ձեզ Վիկի Սիլվա։ Բարև ձեզ։ Քեֆները լավ եք։ Շնորհակալ, Շատ ուրախ եմ, որ դուք իսկապես քաջալերում եք մեր ժողովրդին։ Մերսի։ Իսկապես ձեր ուսումնասիրությունը տալիս եք ժողովրդին ծերի եւ շատ ես ուրախ եմ։ Մերսի։ Վիկի Սիլվա, ես մատ խնդիր ունեմ, որպեսի բարեկամներից հիմա անցած, մեկ քանի հատ ընկալուժով խոսացին, բարեկամներից խոսացին, որ սենց են, բայց ես մատ ընտանիքի մասին եմ ուզում խոսեմ, ես գլենդելումն եմ ապրում եւ Բայց ձեր հարցը տվեք, որովհետեւ ծրագիրը ես մինչեւ 1 րոպե պետք է փակեմ։ Այո։ Հարցը կարող եք մի հատ նախադասությունով հարց։ Այո, ես մեկ գլենդելումն եմ ապրում եւ իմ քույրս, իմ ծնողս, մայրս մահանում էր ինձ լուր չտվավ։ Եվ հետո մահանալուց հետո ինձ լուր են տվել, որ արի մեկ հող լցրու վրին գնա։ Եվ ես թքամ երեսին եւ ուզում եմ տեսնեմ ճիշտ գործեմ արել թե չէ։ Եթե ձեր տեսակետից դուք ձեզի հանգիստ եք զգում ներսից, ուրեմն լավ է կարե։ Բայց ներսից պետք է դուք կարողանաք ձեր քույրիկին ներեք։ Որտեղ շատ է խանգարում իմ կյանքս։ Այո, գիծի վրա մնացեք, խնդրեմ։ Մերսի։ Այո, սիրելիներ, ծրագիրի վերջին ենք հասել, շնորհակալ տելեֆոնների համար, ուրեմն այս ծրագիրը իր կրկնողությունը երեքշաբթի ճաշից հետո ժամի 1-ին կարող եք հետևել, ինձ հետ ժամադրության համար, ձեր հոգեկան անհանգստություններ, ընտանեկան, ամուսիններ, կարող եք իմ գրասենյակը զանգահարեք, գրասենյակի համարն է 818 326 82 21 թիվը, բոլորիդ հանձնում եմ Աստծո ձեռը և ձեր ձեռքը, բարի գիշեր։